Չհիշեցիր ինձ։ Ագնեսն եմ։ Վաղուց չես եկել։ Երևանում չէի ու գործեր ունեի։ Մտածում էի դու էլ ինձ մենակ թողեցիր։ Ասել է, որ կգամ։ Քեզնից բաց էլ ոչ ոք չունեմ։ Գիտես, որ այդպես չի։ Քնում արթնանում եմ, ամեն ինչ նույնն է։ Ամեն ինչ։ Հասկանում ես, տարիներով նույնն է։ Էլի նույն երազներն են։ Չէ։ Երազներս էլ չկան։ Երևի Աստված էլ հոգնեց անընդհատ նույն երազները որպես պատիժ ինձ ուղարկելուց։ Քնել չէր սիրում։ Գիշերները գրկիս մեջ անդադ պտտվում էի դնով մեկ։ Հենց նստում էի արթնանում էր։ Ուզում էր համոզվել գնացել եմ, թե չէ։ Իսկ ես մի օր գնացի։ Ես մեղավոր եմ։ Իմ արարքը ներում չունի, Ագնես։ Ներում չունի։ Պատճառներ ունեիր։ Ու դու միակ մեղավորը չես։ Գիտես, երբեմն մեր փոխարեն ուրիշներն են որոշում։ Իսկ մենք ամբողջ կյանքում ինքներս մեզ ենք մեղադրում։ Իսկ ով կարող է համոզել մորը, որ թողնի իր երեխային։ Ով։ Մեղքը իմն է, Ագնես։ Միայն իմը։ Խնդրում եմ։ Ագնես, խնդրում եմ։ Գտիր ավետին ասա գամոտս։ Խնդրում եմ, աղաչում եմ, գտիր ավետին ասա գամոտս։ Ինչ ես մոռացել։ Մոռացել եմ քեզ հիշացնեմ, որ այն ինչ մտածել ես, աշխատող տարբերակ չի։ Ինչ եմ մտածել։ Այդ մտքերս էլ ես կարդում, հա։ Լսիր, քո համար ամենակարևոր աղջկատ վիրահատությունն է, որ դու պարտքդ կատարած լինես ու գնաս հանգիստ հանձնվես։ Այդ քեզ կազատի ամեն տեսակի պարտավորվածությունից։ Վիգենի մոտ էլ կմաքրվես։ Կհամարես պարտքդ կատարած ու գլուխդ հանգիստ կդնես բարձի։ Բայց ես քեզ ուզում եմ հիշացնեմ այն բառերը, որ սկզբից ասեցի։ Դա աշխատող տարբերակ չի։ Իրանց համար դա նշանակում է, որ դու գործից ուզում ես թռնես։ Ու դա ուղիղ քարտեզա մյուսների վրա, հատկապես Վիգենի։ Իմ մասին էլ չասեմ։ Դու ես միշտ ասել, որ դրա կարիք չկա։ Ինչ ես ասելու։
Իսկ դու չես մտածել, որ ես կարող եմ տեսնեմ ու ավելի հանգիստ լինեմ։ Տեսնեմ ու այսքան մեղավոր չզգամ ինձ։ Ես հասկանում եմ, որ դու մեկ-մեկ կորցնում ես հիշողությունդ ու խառնում ես դեպքերը։ Ես շատ լավ հիշում եմ ամեն ինչ։ Շատ լավ։ Ուրեմն պիտի հիշես, որ Սարիկը տեղյակ չի իմ ու քո կապի մասին։ Ինքը չգիտի, որ ես գիտեմ քո մասին, Ավետի մասին։ Ոնց ես պատկերացնում իմ ու Ավետի շփումը։ Իսկ դու մի ներկայացի։ Դու կկարողանաս։ Ագնես, դու ես գտել ինձ։ Դու ես մտերմություն ստեղծել։ Ես անգամ չգիտեմ, թե ինչի։ Ես չգիտեմ ինքը որտեղ է։ Այսքան տարի անցել։ Կարծում եմ ինքը Ավետը չի գա քո մոտ։ Մենք նույնիսկ չգիտենք ինքը ինչ գիտի, ինչ չգիտի, ինչ է մտածում։ Հիմա կարևորը որ դու ապաքինվես։ Իսկ ումա պետք է ապաքինվել։ Եթե ուզում ես իրան տեսնել, ուրեմն պիտի ի վիճակի լինես իր դեմքին նայելու, հետը խոսելու, բացատրելու։ Ուրեմն պիտի քեզ լավ զգաս։ Քո պատմության մեջ մենակ դու չես մեղավոր։ Մեղավորներ կան, որոնցից պիտի պատասխաններ պահանջես։ Ագնես, ինչ մեղավորներ, եթե ես ինքս եմ թողել իմ երեխուն։ Կարող է քեզ ուղղակի ստիպել են դրան հավատալ։ Ինչ։ Ուղղակի ենթադրում եմ։ Եթե դու ուրիշ բանի կարիք չունես, ես արդեն գնամ։ Երևի Մոսկվայում են դեռ։ Կամ ուրիշ քաղաք են տեղափոխվել։ Չգիտեմ, դու նման փակի տակ չես, դու հաստատ կգտնես հեռախոսը համարը։ Կգտնես, չէ՞։ Ագնես, լսի ինձ, Ագնես։ Ես շատ սխալներ ունեմ, շատ։ Ես արել եմ բաներ, որոնք սովորաբար չեն ներվում։ Ինձ կարելի է շատ բաներում մեղադրել, բայց ես սիրել եմ իմ երեխուն, սիրել եմ։ Սիրել եմ դեռ չծնված։ Ես վստահ չէի Սարիկը կսիրի, կընդունի, վստահ չէի, բայց ես մի կայերջանիկ էի։ Սարիկը իհարկե չէր ամուսնանա իմ հետ։ Ագնես, այն օրվանից երբ իմացա ես աղի եմ, ես որոշեցի փոխել իմ կյանքը։ Որոշեցի փոխել ամբողջովին, բայց իմ մոտ չստացվեց, ոչինչ չստացվեց, Ագնես։ Ես սկսել եմ հաճախ կորցնել իմ գիտակցությունը ու վախենում եմ, որ չեմ հասցնի տեսնել Ավետիս։ Չեմ հասցնի կներես ասել, չեմ հասցնի տեսնեմ, թե ում աննմանվել, Ագնես, խնդրում եմ օգնի ինձ, կօգնես, չէ՞։ Դու ազատության մեջ ես։ Դու այդ հնարավորությունը ունես, խնդրում եմ օգնի ինձ, Ագնես, օգնի։ Ասա որ կօգնես։ Սարիկին է նման։ Շատ է նման։ Ես դու ֆիզիկապես իմ կողքն ես, բայց մտքերով չգիտեմ ուր ես, հասկանում ես։ Չեմ հասկանում, տրամադրությունդ այնքան արագ է փոխվում։ Մեկ տեսնում եմ լավ ես, տրամադրությունդ լավ է։ Մեկ տեսնում եմ տխուր ես, հեռախոսը վերցնում ես ձեռքդ, էլի տխրում ես, հետո հեռախոսը դնում ես քեզ նենց ես պահում, ոնց որ ամեն ինչ նորմալ է ու ոչ մի բան չի եղել, Լիզա։ Հիմա ես չէ դու ոնց չգժվեմ, որ ոչ մի բան չեմ հասկանում քո պահվածքից։ Ու բացի Ադելից ես էլ եմ նկատել, որ դու լոգարան ես մտնում հեռախոսով ու խոսում ես ինչ-որ մեկի հետ։ Ու խնդրում եմ հիմա ինձ ասա, որ ես սխալ եմ այդ ամեն ինչը տեսել, սխալ եմ հասկացել։ Դրանք ընդամենը զուգադիպություններ են, անիմաստ բաներ։ Ես կողքիդ եմ, քեզ եմ ընտրել։
Ու ինձ համար շատ կարևոր է, որ դու ինձ վստահես։ Ինչ եղավ, Լիզա։ Ոչ մի բան։ Տեսնում ես։ Այս սենց բաների համար եմ քեզ խանդում։ Չեմ խանդում, որովհետև ինչ որ մեկի հետ տեսել եմ, կամ ինչ որ բան եմ լուրջ զգում, կասկածում։ Խանդում եմ, որովհետև վախենում ես, վախեցար։ Չվախեցա։ Վախեցար, Լիզա։ Անծանոթ մարդ ես տեսնում, վախենում ես այնքան ժամանակ, մինչև չես ճշտում ով է։ Կգրկես։ Ես ոչ մի վատ բան չեմ անում։ Հավատում ես։ Վախենում եմ, որ չեմ հասցնի տեսնել ավետիս։ Չեմ հասցնի կներես ասել։ Չեմ հասցնի տեսնեմ, թե ում աննման Ագնես, խնդրում եմ օգնի ինձ, կօգնես, չէ։ Դու ազատության մեջ ես։ Դու այդ հնարավորությունը ունես, խնդրում եմ օգնի ինձ, Ագնես, օգնի։ Ես կարող եմ օգնել ու թեթևացնել մի մոր տառապանք։ Ես կարող եմ զանգել քեզ ավետ։